Ողջույն բարեկամներ, Բուն TV-ի եթերում գրաքաղաքական ոդքասթն է։ Ինչպես միշտ այսօր ձեզ հետ կլինենք ես, Թագուհի Ղազարյանը, գրականագետ եւ Հայկ Հովյանը, արձակագիր։ Հայկ, այսօր մենք խոսելու ենք Հովհաննես Թումանյանից, ես գիրք եմ բերել հետս, որ Թումանյանը մեզ հետ ներկա լինի գոնե կադրում, այստեղ կթողնենք, բայց գիրքը հոդվածներ է եւ մենք այսօր թղթերով ենք եկել, որովհետեւ առանձնացրել ենք ստեղծագործություններ, որոնց մասին ուզում ենք խոսել, հիմնականում հեքիաթներ եւ բալադներ։ Այսօր հեքիաթային է մեր ոդքասթի տրամադրությունը։ Մենք արձանագրենք, որ 6 հեքիաթ ենք ընտրել, բայց 6 պատմություն, հա, որոնց մասին խոսելու ենք, բայց նաև արի խոստանանք իրար, որ չենք շտապի, որպեսզի 6-ն էլ տեղավորվի հաղորդման մեջ, եւ եթե ինչ-որ բան չհասցնենք, ավելի հանգիստ գուցե առիթ լինի հետո շարունակելու, որովհետև զգում եմ, որ բովանդակություն կարող է ավելին լինել, չնայած ծավալով փոքր է։ Ես մի քիչ պատմեմ իմ ու Թումանյանի մասին։ Ես Թումանյանագետ չեմ, ես Թումանյանով երբեք որպես գրականագետ չեմ զբաղվել ու ինձ համար հետաքրքիր փորձառություն էր սկսել մտածել տեքստերի մասին, նաև աշխատանքի դիտանկյունից, հա, որպես աշխատանքի նյութ, որովհետև երբ որ կարդում եմ Թումանյանը, ես տեսնում եմ, որ այն ամենը ինչ կարդում եմ, ես անգիր գիտեմ։ Իհարկե, պարզ դպրոցում համալսարանում անցել ենք եւ դա իր ազդեցությունն ունի, բայց ես թվում է դա բոլոր մարդկանց հետ է տեղի ունենում։ Հա, այդ զգացողությունը ես էլ անկեղծ ասած ունեի, այն նույնիսկ դից մտածում էի կարդալու ընթացքում ես հաստատ սա կարդացել եմ։ Այսինքն անգիտի տեքստը գիտես, ինչ որ բառերը հանած է, բայց սյուժեն գիտես, ու տենց այդ կարդալու ընթացքում տենց փորձում էի վերհիշել, ես իրոք սա կարդացել եմ, թե ուղղակի գիտեմ։ Թե պարզապես գիտեմ, որտի շատ հետաքրքիր զգացողություն է։ Եվ Թումանյանի դեպքում դա շատ ինձ թվում է դոմինանտ է, ոնց որ հայաստանյան ֆոնը թումանյանական է, ընդ որում ես բան եմ արել, փորձ եմ արել մտածել, թե ինչպիսին է եղել Հայաստանում մինչև Թումանյանի ստեղծագործությունները, ու չեմ կարողացել երևակայել, բայց դա իհարկե դժվարացնում է այս աշխատանքը ընթերցումը, բան մոտիկից ընթերցել, որպես օտար տեքստ ընթերցել, որպես նորություն ընթերցել, որտեղ ամեն ինչ շատ կանխատեսելի եւ շատ սպասելի է, ու այդ առումով ուզում եմ ներողամտություն հայտնել, հա, որ պետք է իմ նկատմամբ մի քիչ մեղմ լինեմ, որովհետեւ ինքը իրոք դա անում է։ Նաեւ հիշացնենք այդ ժամանակահատվածը, դա 1800-ական թվականների վերջն էր եւ 1900-ականների սկիզբը, հա, գրեթե միջև ցեղասպանություն, այսինքն ամենա այդ տրագիկ ողբերգական Թումանյանը ապրել է 1869-ից 23 թվականը, մեր ընտրած տեքստերը 10-ականների կամ 90-ականների վերջերի մասին է։ Այդ հատվածում, այսինքն ամենա այդ ողբերգական ու ամենա տենց բախտորոշ շրջաններից մեկն է մեր ժողովրդի պատմության, ու շատ հետաքրքիր է, որ այդ հեքիաթ ասածը մենք միշտ ինչ որ ավելի տես դրական կամ բան երեխաներին պատմելու բան ենք պատմում, ինքը ստեղծվել են այդ հեքիաթները այդ ամենադժվար ու ողբերգական ժամանակահատվածում։ Արձանագրենք, որ հեքիաթների մեծ մասը ինքնին գոյություն են ունեցել եւ բանահյուսության հետ աշխատել Թումանյանը, բայց պետքա նաեւ այս հեղինակի մասին խոսելիս նկատենք, թե ինքը ինչքան ուժեղ ազգաստեղծման գործ է արել, այսինքն այդ ազգային պարադիգմերը, որոնք գուցե գոյություն են ունեցել, գուցե սահմանել է, շատ բարդ է այդ եզրին հասկանալ Թումանյանին։ Ու մեր առաջին ստեղծագործությունը, որը պետք է քննարկենք միասին, մի կաթիլ մեղրն է։ Ես վստահ եմ աշխարհի մեզ լսող հայերենով մեզ լսող բոլոր մարդիկ, բոլոր հայերը գիտեն, թե ինչի մասն է այս պատմություն, կամ հայերեն իմացող մարդիկ ինչ թվում է, եթե 1909 թվականին է։ 1909 թվականին է, շատ կապվում է այս պատմությունը հայ-թաթարական բախումների հետ, որովհետև այդ շրջանում Թումանյանը հոդվածներ ունի, նամակներ ունի, այդ կովկասյան բախումների հայերի եւ տեղի թաթարների միջև բախումների հետ եւ ինչի մասին է պատմությունը կարճ եթե ասենք վստահ եմ բոլորը գիտեն բայց ասենք որ չոբանը գյուղացի խանութպանից մեղր է գնում միամիտ մի կաթիլ է ընկնում հետո ճանճը կաթիլի վրա է նստում կատուն խանութպանի կատուն սատկացնում է ճանճին չոբանի շունը կատվին խանութպանը շանը Չոբանը խանութպանին, հետո խանութպանի գյուղացիները չոբանին, հետո չոբանի գյուղացիները խանութպանի գյուղացիներին, հետո իրար ասում է կորան գնացին գետնին հավասար այս երկու գյուղերը վերանում են ու հետո պարզվում է որ սրանք
ինչպես Թումանյանն է ասում, հարկ են տալի ամեն մինը մի տերության թագավորի, այսինքն երկու տարբեր կայսրությունների բնակիչներ էին, այդ գյուղերը ինչքան էլ իրար մոտիկ են ու շատ հետաքրքիր է, որ իրանք նույնիսկ երևի չեն էլ զգում, որ իրանք երկու տարբեր կայսրությունների բնակիչներ են, որտեղ մտերմություն կա էլի, երբ որ իրանք առաջի խոսակցության մեջ նույն խանութն ունեն։ Հա, իջնում է իրանք կայսրությունից, այս մյուս կայսրության խանութից առևտուրը։ Ու Թումանյանն ասում է դու մի ասիլ, այսինքն դու մի բան զարմանալի է։ Տեղակել չեն իրանք։ Հա, մեկը մեկից այսքան մոտիկ սահմանակից այս գյուղերը հարկ են տալի ամեն մինը մի տերության թագավորի։ Եվ սկսվում է համաշխարհային պատերազմը իրական, որտեղ երկու մեծ գերտերության կռիվա պատկերում, որը իհարկե ոչնչացնում է այդ ամբողջ բարեկեցիկ երկիրը, ինչպես նկարագրում է Թումանյանը։ Չէ, աշխարհակահական մակարդակ բարձրանում է։ Մի կաթիլ մեղր է։ Ինչ ունես դու ասելու մի կաթիլ մեղրի մասին։ Ես ստեղծագործության մեջ երևի ամենահատկանշական բանը այդ բանակցելու ու ռեֆլեքսիա ունելու անկարողությունն է։ Իսպար բացակայությունը, նույնիսկ ասենք, հա, իսպար բացակայությունը ու այստեղ մի հատված կա, որ այսօրվա աչքերով էլ հա, եթե փորձենք նայենք, երբ որ ասվում է որ ոտքերով ամեն օրենք բորբոքում է կռիվ ու վեճ, հին հարևան ազգերի մեջ քանդում սիրո դաշը կապած, արդ ակամա մենք ստիպված։ Բարիդրացիան այդ փխրունությունը էլի, թե այդ երկու գյուղերի միջև, հա, այդ երկու պետությունների միջև այդ հարևանություն անել ու բարիդրացիությունը ինչքան փխրուն բան է ու այդ մի կաթիլ մեղրից կամ մի խանութի շուրջ աճած վեճից եթե բանակցելու ու այդ ռեֆլեքսիա անելու հատկությունը չլինի շատ հեշտ է այդ փխրունությունը միանգամից ոչնչացնելու ու այդ հակամարտության ճանապարհին գնալու, որը որ վերջնական արդյունքում երկուսին էլ կործանում է ու այս պատմության մեջ շահած կողմ որպես այդպեսին չկա։ Այսինքն որովհետեւ ասում է բան սովը եկավ համատարած եւ չկա ոչ մի կողմ, որը որ շահած է դուրս գալիս այս ամեն ինչից։ Ինձ շատ ես նախացեմ ես շատ եմ սիրում այս ստեղծագործությունը ու ինքը ինձ թվում է ահա որ խաղաղասիրական բան, ավանդույթի հիմնադրման կոնտեքստում կարող էին վերցնել այս ավանդույթը եւ հակապատերազմական գրականություն ստեղծել, որը համեմատաբար քիչ է իրական լավ կոնտեքստ եւ մշակույթ չկա, որի շուրջ արժի մտածել, որ տեղ-տեղ է էլի դրսևորվում հայ գրականության մեջ եւ ինձ համար օրինակ հետաքրքիր է շատ պատերազմի առիթը։ Պատերազմի առիթը նա որ սխալմամբ մեղրը կաթած ոչ թե ափսեի մեջ, այլ հատակին, որը դարձավ պատերազմի առիթը։ Ու այստեղ գրոտեսկացված է, բայց Թումանյանը ոնց որ թե ուզում է մեզ ուղերձել, որ ցանկացած հիմար բան կարող է լինել պատերազմի առիթ, մի հատ կանգ առեք, տեսեք արդյոք դա կարող է լինել։ Բայց մյուս փուլում, երբ որ պատերազմը սկսում է էսկալացվել, շատ արդարացի է թվում ամեն ինչ։ Կատվի ճանճին սպանելը ոնց որ հետաքրքիր չի, ճանճի մեղր ուտելը հետաքրքիր չի, բայց օրինակ երբ որ Չոբանի շանը սպանում է խանութպանը, շատ լավ է նկարագրում էլի, այս մի զեռ չոբան է, որ ու շունը որ սատկում է, ինքը ինչ է ասում է ձեզ մատաղ ասլան շունս իմ ապրուստս տեղս տունս, այսինքն իր համար իսկապես կենսական անհրաժեշտ է, իր արդարացի է, իր զայրույթը, երբ որ ինքը խանութպանի վրա է հարձակվում եւ պատահաբար սպանում, եւ արդարացի է գյուղացիների զայրույթը, երբ որ իրանք չոբանի վրա են հարձակվում եւ սխալմամբ սպանում, եւ արդարացի է մյուս գյուղացիների։ Գյուղացիների բանն է էլի հետաքրքիր, որ անգամ իրանք չեն խորանում թե ինչի համար է դա։ Ու այստեղից բոթը գնում մոտի գյուղն է հասնում Հեյ օգնեցեք, մեռացոչեք, սպանեցին մեր գյուղացուն։ Իսկ իրանք նույնիսկ պատճառների մեջ չեն խորանում, եթե իրանց գյուղացին, արդեն հա, իրանց բավարար է, որ գնան ինքնության շուրջ են հավաքվում, որ գնան այն մյուս գյուղը վերացնեն առանց պատճառների մեջ։ Եվ հակառակը, նրանք էլ գալիս իրանց են վերացնում ու այս ընթացքում Թումանյանը ստեղծում է տպավորություն, որ արդար զայրույթ ունեն մարդիկ իմ զգացողությամբ ինքը դա կարողանում է փոխանցել արդար մինչև իհարկե թագավորներին հասնելը եւ այդ արդարության վերականգնման զգացողությունը որ գնանք վերականգնենք արդարություն սպանենք բոլոր գյուղացիներին այդ բանը այլ ավելի մեծ անարդարությունների է բերում ու այս էսկալացիայի ընթացքում ինքը ցույց է տալիս որ արդարությունը ոնց որ
նույն գործելավոճով վերականգնել անհնար է, պետք է կանգ առնել, ասել այս երկու գյուղերը վերացան, սպասեք տեսնենք ինչ ենք անում, ոնց որ կարող է չկռվենք կայսրություններով իրար հետ, բայց ու իրականում շատ լավ տեքստ է գրած, ես այս տեքստը շատ եմ սիրում, ես չեմ հավատում, որ մարդը սենց կարա գրի, իրականում ես պետք է այդ արձանագրեմ էլի ամեն դեպքում ինքը ոնց է էսկալացիան ստեղծում ու ոնց է, ասենք, բաները, երբ որ հարցակվում են մարդկանց վրա, այս գյուղից այն գյուղից ինքը այդ ազգակցական կապերն է բերում, հերումեր, քիրու աղբեր, կին երեխեք, ընկեր տղեկ, քավոր սանհեր, զոնքաճ, աներ, սենց այդ ամբողջ բանը, դա ցեղականությունը, կապվածությունը ցույց է տալիս, որ ինքը պարզապես գյուղացի չի, որ գյուղում բոլորը իրար բարեկամ են ու ոնց որ իրանց արդարությունը, անարդարության եւ բանի զգացողությունն է, որ ես շատ եմ ընդհատում, հա, բայց չէ, ես եմ շատ խոսում, հետաքրքիր է նաեւ այդ գրելու ոճը ոնց է փոխվում, հա տեքստի ոճը, բառերի ընտրությունը ոնց է փոխվում այդ պատմության ընթացքում, երբ որ խոսքը գնում է չոբանի ու խանութ բանի մասին, տենց բավականին կենցաղային տեքստ է, հա, վարում, վա եկեք, հասեք եւ այլն, ու երբ որ գնում արդեն վերջում հասնում է արդեն այդ տերություններին, համարյա տենց քաղաքական տեքստի է վերածվում այդ ամեն ինչը, ինձ իր բանի մակարդակը, էլի տեքստի մակարդակը, հանուն պատվի արդարության, հանուն թափված անմեղ արյան, հանուն ազատ մեր աշխարհքի, հանուն Աստծու եւ իր փառքի բարձրացնում ենք մեր ձայնն ահա համարը գալիս եւ այս շատ հետաքրքիր է քաղաքական ուղերձ է դառնում գալիս այս պատերազմի պաթոսը որ ինքը երկու թագավորին էլ ստիպում է ասել հա եթե սենց ասենք ընդ որում մի քիչ տարբերավոճեր բայց այդ պաթոսը շատ արդ չգիտեմ սրահար ու հրակեզ մեր որդիքը կանչում են մեզ փոփոխությունը շատ հետաքրքիր է զրչոբան տզալեն ճանճը եկավ բան դրան նման չի ոնց որ շատ լավ է ինքը կառուցում է տեքստը բայց պատերազմը ունի պաթոս որի մեջ արդարը դու ես քեզ անարդարացիորեն սպանել են էս է նկարագրում եւ դու ունես կռվում ես ումաունից ժողովրդի եւ Աստծու այսինքն թե բան է այս ըստ էության մի գյուղը մյուսի վրա է հարձակվում թե են հարձակվող կողմը թե են պաշտպանվող կողմը իրանք նույն բառերով են հանուն պատվի արդարության էս էր ասում չէ ու բանը այդ ամբողջ պատերազմի հեսա ու Աստծով թնդանոթով մերավերող ու Աստծով մեծակարող հանուն արդար ու սուրբ ողի ու երկուսն էլ ասում են ակամա ասում ստիպված, հարկադրված, մենք չենք ուզում մեր հետ սենց բան եղավ, այն մի թագավորն էլ է ասում, որ իրանք ստիպված են գնում այդ հարձակման, որտեվ հարկադրեց այդ վատ հարևանը, այն մյուսն էլ է ասում, որ իրանք հարկադրված են ակամա, ստիպված, այս բառերը շատ է օգտագործում, դա պատերազմի պաթոսի այս բանը շատ ամփոփ ձևն է տալիս։ Շատ կոդ է, էլի, այսպես քաղաքական Եվ ես կարծում եմ, որ հա, Թումանյանը համար հա սենց ամեն բառը, ամեն կտորը տենց շատ նման է այն քաղաքական մտածելակերպին, որ մենք առհասարակ ունենք որպես հանրույթ։ Ես կարծում եմ, որ Թումանյան սահմանման պարադիգմեր, որոնք վնասարար են։ Այսինքն ասում ես, չի կարելի։ Այս պատմության իմաստը որն է, ու վերջում ինչ է ասում, ամառ ձմեռ ողջ տարիներ մշակնամբան, դաշտերն անցան ու ասում եմ մնացած մարդիկ իրար հարցում էին թե որտեղից արդյոք ծագեց այս ընդհանուր աղետը մեծ ոչ մեկը չգիտեր արդեն ինչ ա եղել սկզբում ոչ մեկի հետաքրքիր ոչ մեկի հետաքրքիր ըստ էության հարցնում էին հետաքրքիր որտեղ չեն հասկանում լավ ոնց կարար սենց բան լիներ ինչ պատահեց որ սենց ամեն ինչ չեղվեց ու ինձ թվում է ինքը ավելի շատ բան է ուղերձ հաղթահարելու մասին այս պարադիգմերը որ կանգ առնել ու մտածել լավ ոնց որ շատ անարդար բան է եղել, այս երկու գյուղը ավիրվեցին, իսկ հիմա ինչ անել, իսկ հիմա ավիրել ամբողջ երկիրը, մոտավորապես տենց ինչ որ բան է։ Մեր հաջորդ կանգառը 1913 թվականն է եւ Կիկոսի մահը պատումը։ Էլի շատ հայտնի տեքստ է, եթե ուզում ես կարող ես դու պատմել, եթե չէ, ես պատմեմ։ Դե Կիկոսի պատմությունն ինչն է, որ մի մարդ իր փոքր աղջկան ուղարկում է ջուր բերելու, սա գնում ջրհորի մոտ ծառա տեսնում, պատկերացնում է, որ այդ ծառի վրա, եթե որդի ամուսնացած լիներ, որդի ունենար, այդ որդուն ուղարկեին ջրի, կբարձրանար ծառը, կընկներ կմահանար ու սկսում է դարդ անել, լացել, այդ մարդը սկսում է հերթով մյուս աղջկան ուղարկում, կնոջն ուղարկում ու ամեն անգամ այդ աղջիկը պատմում է այդ գոյություն չունեցող պատմությունը, այդ
Թեորիան հաջորդը, այն հաջորդ միջև այդ հերնա վերջնականապես գնում տեսնի ինչ եղան աղջիկներն ու կինը, տեսնում են նստած լացում են, ինքն էլ իբր թե որպես իրենց ընտանիքի ամենախելացի մարդ առաջարկում է, որ էլ չարժի դարդ անել Կիկոսի համար, որը գոյություն չուներ, արեք գնանք, թելեխ անենք, հա, հոգեհաց տանք, որովհետև կարգը այդպես է, ու պատմությունը դրանով է ավարտվում, որ իրանց ունեցած միակ եզը մորթում են, այդ մի պարկ ալյուրից հաց են թխում, գյուղացիներին հավաքում են, հոգեհաց են տալիս, եւ հարցը մի կեր վերջնականապես փակում են, դե այս պատմությունն էլ էլի մարդկային հիմարության մասին է, որպես այդպեսին էլի, ու ուղերձնել նաև թե մի եղեք հիմար, հա։ Չէ, քաղաքականին եթե մոտենանք, այդ գիծը մեզ էլի շատ բնորոշ ու հատկանշական բան է, որ գոյություն չունեցած ինչ որ բանի մասին, հա, թեորիապես ինչ որ մի բան ապագայում պատկերացնում ենք, որ այ կարող է այսպես լիներ, ու մենք դրա ապա այնպես կլինի։ Հա, ու մենք դրա վրա վերլուծություններ ենք անում, ինչ որ որոշումներ ենք կայացնում, դարդ ենք անում, լուծումներ ենք փնտրում մի բանի համար, մի բանի համար, որը որպես այդպեսին գոյություն չունի։ Միշտեր ընդհանրապես պետք է ջուր բերել, որտեվ papan ծարավ էր։ Հա, իսկ ինչի համար էր այդ ամեն ինչ ուղարկել էին ջրի, այսինքն գործ անելու փոխարեն ջուրը բերելու փոխարեն դարդանում, իդեպ բան է, էլի, այս ամբողջ պատմության թեորիա է կառուցել այդ աղջիկը։ Այս ամբողջ պատմության կոնտեքստը դարդն է, ոնց որ դարդերը լուծումներ չեն կարող ունենալ, էլի, լուծումներ կարող են ունենալ խնդիրները։ Երբ որ դուք դարդ ողբ եք անում, ոնց դրան չկա այս պատմության խնդիրը լուծելի չի։ Իհարկե հայրը ինչ որ լուծման պես մի բան փնտրում է, բայց ոնց որ Կիկոսին փրկել անհնար է, էլի, մեծ հաշվով, ու բանը ես որ կարդում էի, դե նորից էի կարդում հետո քանի որ անգիր գիտենք, ես իդեպ Կիկոսի մահը իմ մանկության ամենասիրած հեքիաթն է եղել, չգիտեմ ինչի է, ես դա այդքան սիրում, օրը 10 անգամ ստիպում էի տնեցիք պատմեին։ Հիշեցի, որ Արմեն Հայաստանցին մի հատ ստեղծագործություն ունի, վերնագիրի Կիկոսի վերադարձը, այս Կիկոսի վերադարձի մեջ Արմեն Հայաստանցին ասում է, որ Կիկոսը մեր վախն է ապագայի նկատմամբ, ինչպես դու նկատեցիր, ու Կիկոսի վերադարձի մեջ Կիկոսը ծնվում է մի քանի տարի հետո այս պատմությունից։ Ու այս խեղճ երեխուն չեն թողում ծառ բարձրանա, ամեն անգամ երբ որ ինքը ուզում է գնա, իսկ այդ ծառը իրան ձգում է, էլի, ասում է ոնց որ արի բարձրացի, ամեն անգամ երբ որ ուզում է բարձրանա, ողբ են կապում բակը մեռնես, մի խոսքով էս երեխան տես մեծանում է ծառ բարձրանալու մեծ իղձով, հետո վերջում բարձրանում ու չի մեռնում, իհարկե, այսինքն վախերը հաղթահարում է։ Միֆը քանդում է, էլի։ Կիկոսի ամբողջ միֆը քանդում է։ Ու ստեղ շատ հետաքրքիր է, այսինքն այդ նույն բանն է, ինչ որ նույն բանն եմ ուզում երևի վերաշարադրել, ինչ որ դու ասեցիր, այսինքն մի բան, որ մեզ դեռևս չի պատահել, մենք ենթադրում ենք, աբսուրդ է, էլի, այս ամբողջ պատմությունը, մենք ենթադրում ենք, թե ինչ կարա լինի, եթե պատահի դա, ու կանխարգելում ենք դա։ Չգիտեմ, լուծում ենք, չենք կանխարգելում, որ կանխարգել են այդ հələ ուրիշ։ Այսինքն չի եղել դեռևս այդ ողբերգությունը, բայց այդ ողբերգության լուծումը կա, գալիս են քելեխենք, այսինքն եղած չեղածը դնում ես այդ լուծման տակ, քո ամբողջ ռեսուրսները, ունեցվածքը, հարստությունը, դնում ես այդ լուծման տակ, որը դեռևս չի պատահել ու չգիտես ինչ կարա լինի, ու սա պարալիզացնում է գործողությունների առումով, այսինքն ոչինչ չես կարող անել, որտեղ եթե հանկարծ ամուսնանաս երեխա ունենաս, պետք կմեռնի այդ մարդը, ոնց որ բա ինչ անենք, այսինքն այդ զավակը որը պիտի ծնվի, միակ իր ճակատագիրը որոշել ես, կանխորոշել ես, որ մահն է։ Միշտ կարաս ծառ բարձրացնել, սովորացնես, այսինքն ռիսկերը կառավարես։ Այստեղ մի հատ տող կա, որը ինձ տեն շատ էր դուր եկել, որ աշխարհի կարգ է, ինչպես եկել է, այդպես էլ պետք է գնա։ Այդ քելեղ տալու մասին է ասում, ու տենց իմ բանն էր, որ տենց անգամ հիմարության համար կարգ է, էլի պետք, այսինքն ինչ որ ծես է պետք, նույնիսկ հիմարությունը հաղթահարելու համար ծիսակարգ է պետք, ու նաև այդ վերջի եզը մորտ, եզեր կովեր, այդ վերջի անասունը մորթել, այդ վերջի հացը տալը, այդ էլ է էլի շատ հետաքրքիր, շատ էլի բնորոշում մեզ պարտքով ինչ որ մի հատ անկարևոր բան անել, հա, ինչ որ մեքենա առնել պարտքով, որը որ
այդ շքեղության մեքենա գուցե պետք չի պարտքով հարսանիք անել, պարտքով անել բաներ, որոնք որպես այդպեսին հա պարտքով չեղած կիկոսին թաղել։ Կիկոսը դեռևս չի ծնվել, բայց արդեն թաղել է։ Վերջի դելը չի ծնվել, բայց արդեն թաղել է։ Այսինքն վերջի ունեցվածքը դնել մի բանի տակ, որը որ ոչ մի արժեք չունի, ոչ մի նշանակություն չունի, հա։ Այդ էլ շատ բնորոշ մեզ բան է, էլի, ասենք մենք էլ մեր շրջապատում որ նայում ենք մեր ծանոթների մեջ, բարեկամների, ընկերների մեջ կան շատ մարդիկ, որոնց դու տեսնում ես, որ ինքը ինչ որ ռեսուրսներ է վատնում մի անիմաստ բանի վրա, որը որ ոչ մի նշանակություն չի ունենալու, էլի ապագայում։ Ու դա էլ շատ հետաքրքիր նմանություն է մեր այդ գծի հետ, էլի։ Քանի որ մեր խոսակցությունը գերա քաղաքական է, ես բանան եմ, գաղտնիք բաց է, որ մի քանի օր առաջ քեզ քաղաքական գործիչներից մեկի տեսանյութ էի ուղարկել, որտեղ ինքը ասում է, որ եթե խաղաղություն լինի, թուրքերը կգրավեն Հայաստանը եւ պետք է անմիջապես կանխարգելել խաղաղությունը, խաղաղությունը մեր կիկոսն է։ Եթե ինքը ծնվի, ինքը կմեռնի։ Մոտավորապես տենց է։ Ծառն էլ երևի Թուրքիան է, չէ՞։ Մեր երկում ծառը Թուրքիան է, էլի։ Քարնա։ Այսինքն, ասենց բաներ կան, իրական բաներ, որ մենք երբևէ չենք բան արել, փորձել գնալ դրա հետևից կառավարել այդ ռիսկերը, կարգավորել եւ այլն, ու մտածում ենք, որ եթե ինքը ծնվի, ինքը կմեռնի, հետեւաբար պետքա բան անել, լուծել իր մահվան հարցերը։ Այսինքն արագ գնալ մի բան անել, որպեսզի բան չլինի, էլի, աղետ չլինի ու դրա լուծումների հազարավոր տարբերակներ էլ կան այդ բանը, որ չգիտեմ։ Օրինակ իրականում որ նայես 80-ականների վերջի մամուլը դաշնակցությունը տենց ասում է, եթե անկախություն լինի, թուրքերը մեզ կոչնչացնեն ու այդ կանխենք դա բան անելով, էլի, չդուրս գալով միությունից ու այդ պարադիգմը, այդ նախորդ պարադիգմի պես էլ ինքն քան կայուն այնքան ամուր։ Ես ասես բան չեմ անում, էլի, քաղաքական մեղադրանքներ չեմ չէ, այդ հիմարությունը ոնց է հիմնավորվում, էլի, ոնց է տարածվում։ Այսինքն մեկը ասում է, մեդիայի ամբողջ էֆեկտը նկարագրում է, էլի, մեկը ասում է, այն մյուսը լսում է կրկնում է, առանց մի հատ ասել մի րոպե, բայց ինչ կիկոս ու երբ որ Թումանյանը ասում է ինքը մի հատ բան ուներ, խելոքեր ուներ, որը վերջապես բան արեց, փորձեց հարցերին լուծում տալ, մտածում ես երևի էս մարդը կասի ժողովուրդ ինչ կիկոս։ Բայց ինքը ավելի վատ բան ասում։ Նրանք գոնե դարդ են անում, այս մարդը գալի եզն է մորթում։ Եղած չեղած ռեսուրսը, եղած ունեցած բաները, միակ բաները, հա, դնում է այդ հարցը լուծելու մեջ, ասենք չգիտեմ, օրինակ այդ չծակած խնդրի լուծելու մեջ, եթե այս նախորդ զուգահեռի մեջ նայենք, ասենք ինքնիշխանություն դնես այդ խնդրը լուծելու տակ, ու տենց մարդիկ կան, այսինքն տենց գաղափարներ կան, ու ես ոնց որ ոչ թե ուզում եմ այս բանն անեմ, մարդկանց մեղադրանքների դաշտ մտնեմ, որտեղ ամեն դեպքում ստեղ ավելի դոմինանտ է ինձ համար գրականությունը, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, թե Թումանյանը ոնց է գծել այդ բանը, էլի, այդ փորձանքը, եթե ասենք։ Եվ ոչ թե Թումանյանը գծել է, այլ այդ մտայնությունները տես թափառող նարատիվներ են, որ նկատի չունեմ, որ ինքը բան է, կանխատեսել է մեզ, ինքը հավաքագրել է մեզ եւ գրել է ոնց որ Ժողովուրդ ջան, այս մեր պարադիգմն է։ Ես կարծում եմ, որ Թումանյանը ախտորոշում է տվել։ Այսինքն ասել է, էսա, ձեզ դուր է գալիս, ձեզ խելոքա թվում։ Վերջի եզը մորթելը գոյություն չունեցող երեխայի ամենախելոք մարդը։ Երբեմն լինում են տենց ամենախելոք մարդիկ, որոնց իսկապես ընկալում են ամենախելոք մարդ, ասում ամենախելացի մարդը ինքն է։ Խելոքներին պետք չի։ Ու այսպես абսուրդ իրավիճակներ նկարագրելով, ոնց որ ասի Ժողովուրդ ջան, դուրներդ գալիս է, այս իրավիճակը։ Ու ինձ թվում է ինքը նորից բան է, էլի, իմ բան ամփոփելու համար էլի ասեմ, ինքը ոնց որ ուղերձի դուրս եկեք այս պարադիգմից։ Սկսեք ռեֆլեքսիա անել, մտածել, քննադատել, քննել։ Դե որ խոսում ենք Կիկոսից, երևի տրամաբանական է, որ հաջորդը Փանոսը կլինի, սա 1914 թվականին է գրվել, այսինքն ցեղասպանության նախօրեին, sense կարելի է ասել։ Փանոսն էլ դու պատմի եւ նկարագրի։ Բարդ բան ես ասում։ Ուրեմն Փանոսը մի պատմություն է այն մասին, թե ոնց է ինչ որ մեկը Փանոս անունով, ով որ վատ բախտ ունի, մի օր գնում եզներն ու սելը տանում անտառ, որպեսզի բան բերի, փայտ բերի, բայց մտածում է շատ դժվար կլինի այս փայտը կտրել, դասավորել եւ այլն, սպասի սելս դնեմ ծառի տակ, հեշտ եւ արագ լուծեմ այս խնդիրը, կտրում է բնականաբար ծառը ընկնում է սելը, եզները բան են անում, սատկում են սայլը կոտրվում է, բայց Փանոսը չի հանձնվում, ասում է դե բան անեմ, գնամ գոնե
մի բաց սպանեմ, տանեմ տուն եւ բադին որոշում եմ կացնով սպանել բնականաբար։ Ինձ թվում է այդ հիմա ես որ պատմեմ իմ մտքի մեջ մուլտն է այդ գալիս որտեղ հատուցը։ Հետաքրքիր է, ես էլ կարդալուց անընդհատ այդ կերպարներին էի հիշում, տենց այդ մուլտերը շատ բան են, շատ ուղեկցում են ամբողջ կարդալու ընթացքում։ Ինձ թվում է լավ են նկարած երևի, կոմենտ չգիտեմ, շատ ենք տեսել ու անընդհատ մուլտիկն է գալիս այս բան տեքստի։ Էդ է ասում որ չի կարում տեքստի հետ աշխատել։ Դե կերպարներին տենց են պատկերացնում, տենց իրենց կերպարները։ Բնականաբար հանվում է մտնում է լճափը, որ մտնում է լճը, որտեղ դե կացինը բադերին չի սպան, բադերը փախչում են, կացինը կորչում են, մտնում է լճի մեջ, հագուստը թողնում է ափին, հագուստը հետո հագուստը գտնում են, ասում են, բան գույժ են տան, որ ինքը մահացած է, ինքը գնում է աղբոր տան քեֆա լինում տան, որ շոր հակնի գնա տուն, վերջապես գոնե շոր հակնի գնա տուն, նորանոր լուծումներ ա գտնում, փնտրում իր խնդիրները եւ իրականում ավելի ու ավելի խորացնում իր խնդիրները ու վերջում էլ դե բանա մինչև հասնում ա տուն արդեն ինքը փաստացի բան չի լինում, էլի գոյություն չի ունեմ, ինքը կա Այտենց էլ վերջանում է, չէ՞։ Դասում ինքը փախավ, գնաց, կորավ։ Այսինքն ինքը չմահացավ։ Ինքը պարզապես դադարեց գոյություն ունենալ այս սոցիալական միջավայրում, որտեղ ինքը մինչև այդ գոյություն ուներ։ Կինն էլ ուրիշ մեկի հետ ամուսնացավ։ Ահա, մինչև հասնում է տեսնում ամուսնացել է, գնում կորում է։ Ու այս ձախորդ փանոսի հետ կապված բանը Ես էլի պետքա բանան եմ վերադառնամ Հայաստան Սուկիկոսի վերադարձի տեքստին, որտեղ ինքը ասում է, որ պատրաստում է գրել նաև Զախորդ Փանոսի մասին, բայց չի գրել, չգիտեմ, ինձ թվում է չի գրել Փանոսի վերադարձը օրինակ։ Ասում է, որ Հայաստանցին ասում է, որ սա մեր բանն է, անցյալի արտացոլանքն է։ Եթե Կիկոս մեր ապագայի արտացոլանքն է, մենք վախենում ենք, որ ապագայում ինչ-որ վատ բան տեղի կունենա, դրա համար ոչինչ չենք անում։ Ապա Փանոսը մեր անցյալն է, որը անդադ վերագրում ենք հայի բախտի եւ մենք Զախորդ ենք, էլի կամ ներկան է։ Վստահ չեմ, ինձ թվում է ներկան է, որ մեր բոլոր ձախորդությունները բան ենք անում, չէ, անցյալն է ճիշտ եմ ասում։ Ասում ենք հայի բախտեր ու Փանոսի մասին չի գրել Արմենը, բայց մենք կխոսենք։ Ինչ ես կարծում, վատ բախտ ուներ Փանոսը։ Գիտես, ինձ կարդալու ընթացքում ինչ ֆիքսեցի sense ասած, որ իր խնդիրների երևի ամենակարևոր փունջը այդ ուրիշների կարծիքից կախված լինելն է, որովհետև ինքը այդ ամեն ինչը որ անում է, բացատրում է այ կինս ինչ կասի, արի գոնե մի հատ բադ տանեմ, հետո աղբերս բա ինչ կասի, բա գյուղացիները ինչ կասեն, տանեցիները ինչ կասեն, ու տենց կա էլ այդ հատվածները, բա տանեցիներն ինչ կասեն։ Այսինքն ինքը անընդհատ ինչ որ արարք անել է, փորձում է պայմանավորի նրանով, որ բա լավ, ուրիշներն ինչ կասեն, եթե բադ չտանեմ կինս ինչ կասի, արի sense մի բան եմ։ Այսինքն այդ ուրիշների կարծիքից կախված լինելը ու փորձել անընդհատ դրան հարմարվելը իրան խնդիրների առաջ է կանգնում։ Այսինքն ինքը մտածում է ես ոնց գնամ հիմա կնոջս ասեմ, որ sense ա եղել, արի մի ուրիշ բան մտածեմ, չգիտեմ, բաց սպանեմ տանեմ, որ փող լրացնեմ տեղը, այ աղբորս ես ոնց ասեմ, որ sense ա եղել։ Այսինքն տանեցիները ինչ կասեն, որ ես մերկ եմ։ Այսինքն իր բոլոր փորձանքները, հա, բոլոր կամ գյուղացիներից ամաչում վերջում փախնում է։ Այսինքն իր խնդիրների այդ գերակշռող փունջը այն է, որ ինքը անընդհատ այդ բաուրիշներն ինչ կասեն, ու դա էլ մեզ շատ բնութագրող բան է, որ մենք շատ բաներ ինչ կասեն։ Հա, որ մենք շատ բաներ անում ենք, ելնելով են դրանից այդ բաուրիշներն ինչ կասեն։ Այսինքն այդ ուրիշներին նայելու մեր հայացքը մեր խնդիրների մի հատ մեծ փունջ է իրանից ներկայացնում։ Facebook-ում մի հատ այս ֆունկցիա կա, որ ասում է նայել որպես ուրիշի պրոֆիլ, ոնց որ մենք մեզ անընդհատ ուրիշի պրոֆիլով նայելու խնդրի մասին ես խոսում, ոչ թե որպես սեփական հապ պրոֆիլ, բայց Փանոսի արարքների այդ հետևողական ձախորդը էլի ինքը բան չի, ոչ մի վրիպում չունի այդ հարցում ձախորդության մեջ, հետևողականության մեջ ես մի հատ բան եմ ֆիքսում, որ մեկ ինքը փնտրում է հեշտ լուծումներ, ինքը չի ասում, ինքը ասում է բան անեմ, չէ՞, դնեմ արագ մի բան անենք, մի բան լինի, էլի, այսինքն ինքը այդ բանի մեջ, այդ պարադիգմի մեջ հեշտ լուծումներ լինի, որ չչարչարվի, չտանջվի ամեն ու այդ հեշտ լուծումների մեթոդաբանությամբ առաջ շարժվում կոնե մի բաց սպանեմ կացնով, փադովա կացնով սպամ եւ այլ լավա զուգչերն զուգ սպանել ու ինքը չի սովորում որ հեշտ լուծումներ չկան պետքա բան անել էլի մի քիչ բարդ գործողություններ ան մեթոդաբանությունը չի փոխում ու ինքը կայացնում է որոշումներ Այսինքն ինքը որոշում է, որ բանին, եզներին դնի, սելով եզներին դնի ծառի տակ։ Էդ էլ է հեշտ լուծման է, էլի գնում, ասում է, այդ հետը չբարձեն։ Բայց ինքը մտածում է, թե դա իր բախտն է։
ինքը ոչի մտածում որ ինքը վատ որոշում կայացրեց, երբ որ սելին դրեց ծառի տակ կտրելուց կամ կացին շպրտեց բադի հետևից։ Ինքը ասում է, այ քեզ բախտ։ Այսինքն այդ բանը, այդ ծուղակը ինքը անդադար այդ ծուղակի մեջ է, որ ինքը պետք է հեշտ արագ բաներ որոշի, աշխարհը հեշտացնում է, հեշտ լուծումներ փնտրի, բանանի էլի ինքն էլ բախտի վրա գցի, չասի որ բայց ոնց որ ես արեցի դա, ես կացին, ես շորեր սարքեցի, հանեցի եւ այլն։ Ու ամեն անգամ ինքը փորձում է ուղղել իր բաները, ամեն նախորդ որոշում ոչ թե առերեսվել դրա հետ։ Այսինքն որ եթե փաճ տարա գոնե բադ տանեմ կնոջս, ոչ թե գնամ տուն ասեմ կնիկ ջան ոնց որ sense փորձանք ա եղել մեր հետ, այնքան է ինքը այդ էսկալացում ինչը վերանում է ու նաև կինել ամուսնանում գնում է ուրիշի հետ։ Ուստեղ կոնկրետ բանի թափանցիկության հարց կա, այսինքն եթե դու բան ես, թափանցիկ ես քո գործողությունում, այդ քո ասածն է։ Հրապարակային ասել որ ոնց որ ես sense խնդիր ունեմ, խնդիր եմ ստեղծել, փորձանք եմ բերել գլխից, եկեք բան անեք։ Չշարունակեմ այդ խնդիրները շատացնել։ Այդ կոծկելը միշտ բերում է ավելի մեծ պրոբլեմներ։ Ու փորձում ես արագ-արագ լուծել, արագ-արագ կոծկել եւ առաջ անցնել։ Էլի ինձ թվում է մենք այսօր բանով փանոսով կամփոփենք, դրա համար չեմ ուզում շատ բան անել։ Քաշնազարդ մնաց հաջորդ դասին լսի, որովհետեւ ես տեսնում եմ որ մեր ժամանակը բան է սահմանափակ է եւ ես չեմ ուզում վռազել Քաշնազարի մասին խոսելիս, բայց ես կարծում եմ որ 6-ից 3-ը հասցրինք եւ 3-ը մի ուրիշ առիթով վստահ չեմ թե անմիջապես հաջորդ հաղորդմանը իրար հետ դեռ կքննարկենք, բայց ինձ թվում է ավելի լավ է նորմալ քննարկել եւ ոնց որ վայելել քննարկումը, քան արագ-արագ ով ինչ ունի ասելու ասենք եւ վերադառնանք բանին, փանոսին, որը նմանա շատ այդ եթե էլի բան անենք վերադառնանք այդ պարադիգմերին ինչա ինքը անում ինքը անդադ փորձում է գոնե մի բան փրկել այն որ ինքը արդեն համարյա բան չունի բայց ինքը որոշում է գոնե մի բան փրկել այնքան մինչև ինքը վերանում է ինքը չի մահանում ինքը վերանում է չէ խաղադրույի կանոնի հոգեբանությամբ էլի իսկ ինքը արդեն խրվել է խնդիրների մեջ բայց ինքը անընդհատ նոր խաղադրույքներ անում գոնե մի բան էլի ասում ոնց կլինի ես հաշտվում եմ նրա հետ որ խնդիր բան ունեմ էլի ես բանի արժև եմ կանգնած ու պետքա ես հիմա գնամ մի բան փրկեմ ու ամենալավ երևի բանը կլիներ լուծումը կլիներ ինչ որ պահի վերադառնալ տուն կնոջ մոտ նույնիսկ այն մեր ժամանակ էլի երբ որ ինքը ամաչում էր գյուղ եւ ասել ոնց որ ես սենց բան արեցի ես փորձանք եղավ նենց բան արեցի այն փորձանք եղավ կնոջ կարծիքից կախված լինելն է իր գլխավոր պրոբլեմը ինքը չգիտի կնոջ ռեակցիան դե բայց այնտեղ ասում է չէ այ մի հատ բադ տանեմ հետո բայց sense մեր ոնց գնամ ասում տնեցիներն ինչ կասեն այդ տնեցիներն ինչ կասենը իրան կործանում է էլի ի վերջո Ինքը ամաչում է տանեցիների խոստովանի, որ ինքը սենց խնդիրների առաջ է իսկապես այդ հանրային կարծիքը իր համար շատ մեծ ազդեցություն ունի, բայց ինքը չգիտի ինչ կասեն, ինքը հարցնում է ինչ կասեն, իրական ինչ էլ որ լինի, որ հիմա բան ես էլի փանոսի դիտանկյունից նայես հարցին, ասենք ինչ էլ որ ասելու լիներ իրակինը վրեն գորգորար ասեր եզները բանը այ մի երկու օր կգորգորար կանցներ հասկանում ես ինքը ընդհանրապես բան չի ռացիոնալ որոշում չի էլի բանը Այդ ու վրա չեն գորգորացել ռացիոնալ որոշում չի այդ հարցերը բան անել էլի ոնց որ կոծկելու Չէր կարող ավելի վատ լինել։ Չէր կարող ավելի վատ լինել, որքան որ բանը աչքը դուրս գարկին ամուսնանար ուրիշ տղամարդու հետ ինքն էլ գնար կորչեր։ Եվ հետեւաբար ինձ թվում է այդ բանը, այդ կանգ առնել, մի հատ տեսնել ինչ խնդիրներ է ստեղծել, հասկանալ ինչ պետք է անես այս խնդիրների հետ, եթե պետքա պատմել, եթե պետքա մեր գնալ գյուղացիների, եթե պետքա ծիծաղի առարկա դառնալ, եթե պետքա նախատինքի առարկա դառնալ, բայց գոնե ողջ մնալ, չվերանալ, որտեղ փանոսը ես էլի չի մեռնում, էլի այդ մասին խոսեցինք, ինքը ուղղակի վերանում է։ Եվ դա շատ հետաքրքիր է, որ Թումանյանն հենց այդ բանն է դրել, էլի, այդ բառով է գրել։ Ինքը չի գրել, ինքը գնաց մեռավ։ Կորավ։ Իր սոցիալական միջավայրից, այսինքն բանից էլի, այդ աշխարհի երեսից կորավ։ Ուր կորավ։ Կարար չէ բանաներ, մեռներ կամ ուրիշտեղ ինչ որ կյանք ստեղծեր ու Այս նույնպես ես գնահատում եմ որպես այդ պարադիգմերից մեկը, որի ուղերձն է տեղից դուրս գալը, էլի, ոչ թե բան անել է, խրվել է դրա մեջ, ինքը ասում է Ժորժ ջան, մոտավորապես էլի նույն հարցն է տալիս, Ժորժ ջան, ձեր դուրը գալիս է սա։
Հա, դիագնոզա տալիս։ Եթե չի գալիս խեք տենց անում։ Ոնց որ եթե այս 3 տեքստերը նայենք, այս բան եմ անում ռեզյումե անում։ Չեմ ուզում բան անենք, անցնենք քաշնածանի, չնայած կանք մի քիչ անոնսենք, որ ոնց որ ինքն էլ էլի է բախտի հակառակ երեսն է, էլի։ Հա, բախտի չբախտի հակառակ երեսն է, ինքն էլ ոնց որ էլի դիագնոզային է, էլի ախտանիշային է, բայց ընդհանուր առմամբ առայժմ մենք ինչ քննարկում ենք, ինքը Թումանյանը ոչ թե ասում է եղեք այսպիսին, այլ ասում է մի եղեք այսպիսին։ Դա քիչ է որ Քաջ Նազարի այդ տրիգերներն է, էլի ամեն դեպքում կինը, որ ինքը տղամարդու ինքնավստահություն է ուզում, որ այ կինը իրան հավատա, որ ինքը ունակ է, ինչ որ հերոսությունների եւ այլն, ու հետո այդ որ ճանճին սպանում է գնում տենց տերտերին ասում է, այսի գրի, ես ուզում եմ կնոջիցս փաստաթղթավորի։ Հա, ուզում եմ կնոջիցս կորեմ։ Ու վերջում էլ տենց գնում այդ ամեն ինչի վերջում նորից ամուսնանում այդ հսկաների քրոջ հետ, այսինքն իր այդ ամբողջ տղամարդկաց պատումները հա շատ կապ տղամարդկային ինքնավստահության հետևից գնալն է, էլի։ Ոնց որ Ձախորդ Փանոսի դեպքում այդ կնոջ հետ հարաբերություններն իրան ուրիշ տեղ էին տանում, Քաժնազարը տենց փորձում է այդ ինքնավստահության հետևից գնա ու կին հերոսով բան նաև հեքիաթներ առենք առաջիկայի համար ես վստահ եմ որ սա Թումանյանի մեր վերջին խոսակցությունը որտեղ երկուսից էլ դուր է գալիս Թումանյանի պատմվածքներից խոսել է այս կոնտեքստում ու պատմվածքներ չէ հեքիաթներից ու ինքը ունի շատ բաներ ասելու մեզ եւ տալու մեզ ինձ թվում է ես մի երկու հատ ոնց որ էլի կփորձենք մի քանի բան նայել իրար հետ Թումանյանը այնքան մեծ էր որ մի հաղորդման շրջանակներում այդպես էլ չտեղավորվեցինք ու կարդալուց էլ էլի այն սկզբում ասում եմ հա այս ինչա մի քանի ընդամենը հեքիաթ է մի կես ժամ կարճ չէ տարբերություն նախորդ տեքստերի բան է հաստ գրքերի հետ համեմատած հա մի ամբողջ շաբաթ կարդում ես բայց արդյունքում այնպես դառավ որ խոսալու ընթացքում անգամ կեսը չհասցրեցինք այդքան կեսը հասցրինք ուղղ կեսն ու կեսը հա լավ տենց կոմպրոմիսի գանք կեսի շուրջ մենք 6-ն էինք նախատեսել բայց ճիշտ ասած այս ընթացքում երբ որ խոսում ենք ես անընդհատ ինչ որ բաներ էի հիշում Թումանյանից որ իրոք արժի նաև բան անել քննարկել թե հեքիաթներից թե լեգենդներից բայց ես բանը չդառնա Թումանյանական շարքի իհարկե բայց ինձ թվում է իր սոցիալական թեմաներով տեքստերն էլ շատ հետաքրքիր կարող էին լինել բայց Մեր գոնե պլանավորածը արի պայմանավորվենք, որ ինչ որ թողարկման ժամանակ նորից կվերադառնանք Թումանյանին, ասենք որ սպասեք մեր Թումանյանի մեր հեքիաթների մասին խոսակցությանը։ Դե գոնե ասենք ինչն ենք նախատեսել Քաջ Նազարը, Անխելք մարդը եւ իհարկե Չարի վերջը։ Հա, շատ ինտրիգային է այդ հնչումից թվում մարդկանց համար հետաքրքիր պատմություններ են։ Նախորդներն էլ էին հետաքրքիր, բայց հետաքրքիր կլինի լսել նաեւ անալոգիաները, թե ոնց են աշխատում իր այս տեքստերի հետ։ Կարող է նաև անբան հուրին, եթե տեսնենք մեր ժամանակի մեջ տեղավորվում է։ Կին հերոս ամեն նոր քննարկում էինք, որ կարա տենց բան լինի։ Ու ես նաև կուզենայի Հայկ մեր փակվելուց առաջ այս եթերի վերջում խնդրել մարդկանց ակտիվորեն ներգրավել, եթե իհարկե հետաքրքիր է իրենց քննարկումների մեջ, եթե առաջարկներ ունեն կդիտարկենք մենք իհարկե որոշակի պլանավորած սցենար ունենք թե ինչ հերթականությամբ եւ ինչ հեղինակների մասին կարող են վատ բաներ գրել նաեւ Եկես վատ բաներն են ավելի շատ դուր գալիս Ես կնախընտրեմ լավ բաներ Հայկին վատ բաներ գրեք ինձ լավ բաներ գրեք Արձագանքելու մեջ սովորաբար հիմնական առույցի բաժինը դա վատ բաներն են Շատ լավ Հայկ ես դեռ սովորում եմ արձագանքներին ու եթե կան առաջարկներ իհարկե մեզ շատ հետաքրքիր կլինի մեր քննարկումների մասին լսել դիտարկումներ թե իրանք ոնց են տեսնում նույն հարցը կամ իրավիճակը ու եթե կան առաջարկներ խնդրենք մեր հեռուստադիտողներին նաև առաջարկները գրել եւ մենք անպայման միասին կքննարկենք թե որ առաջարկը հետաքրքիր կլինի քննարկել մենք համենևին չեմ հավակնում որ ամբողջ բանը դաշտը ծածկել ենք գիտենք բոլոր գրքերը եւ բոլոր հեղինակներին բոլոր տեքստերը բոլոր ասելիքները եւ այտենց հստակ գիտենք լավ ընտրել բայց առայժմ ոնց որ ստացվում է չէ Նա հուսով եմ ստացվում է Լավ ինչեւ է հայ կհանդիպենք հաջորդ շաբաթ Լավ մնա Եվ
չեմ ասի թե ինչ հեղինակ կքննարկենք, բայց խոստանում եմ, որ հաջորդ շաբաթ նույնպես հետաքրքիր է լինելու, իսկ թվում է քեզ էլ, որովհետև դու դեռ չես կարդացել հաջորդ շաբաթվա գիրքը։ Այո։ Դեռ չեմ սկսել կարդալ։ Դեռ չես սկսել նույնիսկ։ Այո։ Շատ լավ։ Ստեսություն։ Ստեսություն։